Ողջունում եմ Չիբուկչյան լայվ YouTube-անի Մալիքի հետևորդներին, հուսով եմ լավ եք հարգելի հետևորդներ, կարևոր բանի մասին եք խոսել, ես նախ հիմա խայտարակ ինֆորմացիոն պայքար է գնում եւ խայտարակ հիբրիդային պատերազմը հավատացեք ավելի է ուժ գնանալու է, դրա համար կան շատ կարևոր հարցեր, որ պետք է քննարկենք, բացի դրանից շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հայ-ուկրաինական հարաբերություններում եւ նաեւ մենք չենք խոսել Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան դաշինքի մասին, որը իրականում մեծ հաշվով շատ ուղիղ վերաբերում է նաև մեզ եւ մենք պետքա պատրաստ լինենք դրան, հարգելի հետևորդներ, քանի որ դա շատ վատ ձևով կարող է ուղղված լինել դեպի մեզ։ Նաև խոսենք Պարսկաստանի վերջին հայտարարության մասին, Պարսկաստանից եկած, այսպես ասենք, թրիփի մասին։ Մի խոսքով թվարկումը հետաքրքիր է լինելու, ուղղակի խնդրում եմ ձեր աջակցությունը ակտիվ տարածել, ակտիվ խնդրում եմ, որպեսզի եթերը ավելի շատ մարդ դիտի, բաժանորդագրվելը շատ ցանկալի է, խնդրում եմ ովքեր հավանում են բաժանորդագրվեն, որովհետև ովքեր բաժանորդագրված են, ես չի վերաբերվում, ովքեր հավանում են, բայց նայում են ոչ բաժանորդագրված, ուղղակի ուրեմն բաժանորդագրվեն, սեղմեն կոճակը, պատպիսած ռուսերեն շատերի մոտ էստեսը Հայաստանում ցավոք սրտի, բայց հիմա էտա կամ subscribe, եթե անգլերենը, եւ զանգակը դնեն, որպեսզի ստանան նոր տեղի, հենց տեսանյութը դուրս գա, իրենք կստանան այդ տեսանյութի մասին անոնսը։ Մի խոսքով լայքերը, կոմենտները, բոլոր գործիքները գիտեք հարգելի հետևորդներ, որ շատ ցանկալի է, որպեսզի օգտագործենք, որովհետև դրանք շատ օգնում են տարածմանը, 1 վայրկյան է ձեզանից խլելու, լայք, կոմենտ, մի խոսքով հարգելի հետևորդներ, դա ուրեմն ձեզանից շատ ժամանակ չի խլելու։ Ուրեմն, եթե դուք նկատեք, վերջին շրջանում հետաքրքիր բաներ են կատարվում հայ-ուկրաինական հարաբերություններում։ Ուրեմն եկեք ուշադիր մի բան նկատենք, վերջին շրջանում 4-րդ կապն է տեղի ունենում հայ-ուկրաինական հարաբերություններում, ինչը շատ գովելի է, բայց շատ ուշացած է, այսինքն, այսպես ասենք, անդառնալի ուշացած չէ, գովելի է, որ վերջապես հասկացաք, բայց մեզ արդյունքներ են պետք, շատ լավ է, որ այդ կապերը ավելանում են, խրախուսում ենք, ուրեմն ես եւ Մարաթ Հակոբյանը հիշում եք այդ մասին 2-3 տարի է խոսում ենք, ասում ենք, ճանապարհները ցույց ենք տալիս, գիտեինք, որ սրանը հասնելու, գիտեինք, որ վերջում այդ ապրանքները ստիպված եք տանելու Ուկրաինա, որովհետեւ երբ որ խոսում ենք 2-3 տարի ասում ենք կապը գտեք, հայկական ապրանքները վերանում են ուկրաինական խանութներից, մի արեք այդպես, 2-3 տարի ձեզ ուղղակի կոչ էինք անում, չէիք անում, մինչեւ որ լրիվ վերացան, հիմա ոտու ձեռք ընկած Ուկրաինա ապրանք եք տանում, շատ լավ է, էլի խնդիր չկա։ Միայն ուրախ ենք, ասում է, լավ է ուշ, քան երբեք տարբերակով ենք առաջնորդվում, բայց այստեղ մենակ սա չի։ Եկեք մի բան հասկանանք, կան հետաքրքիր մեսիջներ, որտեղ մենք հասկանում ենք, որ Ուկրաինան հիմա պատերազմող երկիր է, ինքը իրականում պարապ չի, որ ասում է, այսպիսի իրավիճակներում ուրեմն ժամանակ հատկացնի, ասենք ինչ որ Հայաստանի, որը խաղեր է տալի, հա, պարզ է, հասկանալի է։ Ուրեմն ինչ որ հետաքրքիր բաներ է կատարվում, եկեք հասկանանք ինչա կատարվում։ Ուրեմն հիշենք։ Ուրեմն Փաշինյանը ուրեմն Զելենսկիի հետ խոսեց, ուրեմն Զելենսկին հայտարարություն արեց Հայաստանի հետ կապված, Ստեֆանչուկը խոսեց Ռուբինյանի հետ շնորհավորեց, ուրեմն Ուկրաինայի հետ կապված, այնտեղ էլի մի բան կար, եթե մտքից թրավ կասեմ, եթե հիշեմ, էական չի, հիմա էականն այն է, որ հիմա այս պահի դրությամբ տեղի է ունենում մի հետաքրքիր բան, օգոստոսի 14-ին արտգործնախարարի տեղակալ ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այց է կատարել, որի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ։ Զրուցակիցները անդրադարձեն կատարել Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջ մղման գործում, Կոստանյանը եւ Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաեւ բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը։ Մտքեր են նաեւ փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային կարևորության հարցերի շուրջ, ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջմղման կարևորությունը։ Հիմա դուք հիշում եք, երբ որ Ստեֆանչուկը նույնպես շեշտել էր, որ պետք է այդ կապերը ամրապնդվեն։ Ես մի հետաքրքիր բան եմ ուզում ասել, ուրեմն որքան ես գիտեմ, օգոստոսի 24-ին, եթե հիշողությունս չի դավաճանում, Ուկրաինայի անկախության օրն է,
ուրեմն եւ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ հանգիստ, ինչպես գնում էր շքերթներին էր Ռուսաստանի մասնակցում, փայլուն իդեալական առիթը հիմա այց կատարել Կիև եւ կոնկրետ համաձայնությունների հասնել հանդիպել Զելենսկու հետ եւ դա իդեպ Ռուսաստանի մասով էլ կլինի փայլուն պատասխան, ես ձեզ ասեմ, շատ լավ պատասխան կլինի այս իրավիճակում ռուսներին եւ նաեւ մեզ համար կարեւոր համաձայնագրերով հետ կա կոնկրետ գոնե առևտրային համաձայնագրերով, ել չեմ ասում, որ բազմիցս խոսել ենք հիմա արդեն ես էլ մառատնել 2 ամիսա 3 ամիսա տագնապ ենք խփում, հասկացնում ենք, որ պետք է նաեւ ռազմական համագործակցություն սկսել Ուկրաինայի հետ, որտեղ Ալիևը արդեն սկսում է։ Ավելին ասեմ, ինքը Զելենսկին է, քանի անգամ արդեն ակնարկում, որ դա պետք է սկսել։ Ավելին ասեմ, Զելենսկին Փաշինյանի հետ խոսալուց ակնարկում է, որ պետքա կապի մեջ մնալ, այսինքն պետքա անընդհատ կապի մեջ մնալ եւ այդ կապերը ուժեղացնել։ Ավելին, Զելենսկին երբ որ Հայաստանի մասին ուղերձ ցեղեց, ակնարկեց, որ չի կարելի, որ այդ հարավագործակցությունը լինի բացառապես Ադրբեջանի հետ եւ ինքը ուզում է, որ լինի նաեւ Հայաստանի հետ, որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է դրա հետևանքները։ Բայց ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նրանումն է, որ վերջին շրջանում ռուսները լկտիաբար եւ շատ ուրեմն այսպես ասած վճռականորեն անցել են գործի եւ անցել են գործի Հայաստանի ստրկացման ծրագիրն ադրած, այսինքն վերջնականապես Հայաստանի մեջքը ջարդելու։ Մենք ունենք ազգային ժողով, որից արդեն անդրադարձել եմ, մենք ունենք շատ վտանգավոր իրավիճակ, շատ ավելի վտանգավոր, քան ունեցել ենք նախկինում։ Ավելի կիրթ դեմքերով, ավելի, այսպես ասում եմ, գեղեցիկ փաթեթավորված ռուսական գործակալական ցանցը մի երկու լեվել ուժեղացրել է իր աշխատանքը եւ ավելի քողարկել Հայաստանում։ Նստած են մարդիկ, որոնք շատ հանգիստ քողարկում են, որ իրենք իբր ռուսամետ են, խոսում են արևմուտքի հետ համագործակցության մասին։ Ընդ որում, այսպես հայ падգամավորները իրենց դեմ են տալի, մեղադրում են, ասենք, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչին, որ ինքը ման է եկել ռուսական դեսպանատան համարներով, առանց կոնկրետ ուսումնասիրել երկրորդ անգամ, հիշում եք, ես հատուկ այդ ադրբեջանական դրամի հետ կապված ուրեմն անդրադարձա, ՔՊ-ի ներսում դիվերսիա է գործում, որովհետև երբ որ ՔՊ падգամավորը կամ իրար մեջ պայմանավորված են, ես չգիտեմ արդեն, որովհետև երբ որ ՔՊ падգամավորը հարցը տալի, ասում են, չես ռուսական դեսպանատան համարներով մեքենայով պատտվել եւ ով է քեզ տվել դա, իսկ նա պատասխանում է, որ դա Լատվիայի դեսպանատան մեքենան է, այ դրա համար էլ մենք Եվրահանձնաժողովն ենք ընտրել մշտական։ Դա շախ եւ մատ է ՔՊ-ին, դա ստորացում է ուղղակի ազգային ժողովում։ Հիմա հարց կամ այդ падգամավորն է դիլետանտ, կամ այդ падգամավորն է դիվերսանտ։ Ես չգիտեմ, ես հարցեր եմ ուղում, հա, որովհետև դրանով իրանք իսկ իրանց են դեմ տալիս եւ մեծացնում են ուժեղ Հայաստանի կշիռը։ Եվ նրանք ցույց են տալիս, որ այո, այսպես կարող եւ արևմուտքի հետ կապեր ունեն, որը մենք հասկանում ենք, որ դա այդպես չի, որովհետև գիտեք ինչ, արևմուտքի հետ դու կապեր կարաս ունենաս նաեւ Ռուսաստանի հետ կապված։ Արևմտյան կազմակերպություններ կան հայտնի, որոնք շատ ակտիվ գործել են Ռուսաստանում։ Դրանցից մեկի ղեկավարը եղել է, օրինակ մեկը կա, որը այդ հայակվե էր անում եւ այլն, հիմա կարծեմ ձերբակալված է, ուրեմն եւ նա շատ հայտնի կազմակերպություն է, եթե չեմ սխալվում, անդրադարձել եմ դրան, բայց իրականում ըստ էության նա ղեկավարել է այդ SNG-ի հատվածը եւ ամբողջ կապերը բիզնես եղել է Ռուսաստանի եւ ռուսների հետ։ Եվ ռուսների հետ։ Եվ դա ոչ չի նշանակում, որ ինքը արևմտյան կազմակերպության ներկայացուցիչ է եղել կամ Ամերիկայում է սովորել, բացարձակ մենք հեսա որ նշանակումների մասին խոսենք, այնտեղ շատ հիասթափեցնող նշանակումներ կան եւ շատ վտանգավոր, օրինակ, որ ես տեսնում եմ, ասենք, եւ որի մասին մենք պետք է խոսենք, որ հələ պետք է հասկանանք այդ ինչ նշանակում է, ինչ են որոշ մարդկանց, որոնք շատ կասկածելի կապեր ունեն իմ կարծիքով նշանակվում շատ կարևոր պաշտոնների եւ շատ կոմպետենտ մարդիկ, որոնք աշխատել են այդ պաշտոններին եւ հայ-ամերիկյան զարգացմանը նպաստել են, ուղղակի հանվում այդ պաշտոններին որոշ մարդկանց պատճառով։ Մենք խոսենք, դա շատ կարևոր թողարկում կլինի, բայց չթողեք ուղղակի այսօր չուզեցա անդրադառնամ։ Հիմա չենք շեղվում իրավիճակից, բայց այսպես ասում եմ, փորձում ենք բացատրել։ Այսինքն ռուսական ագենտուրան կրկնակի մեծացել է, գումարած ուրեմն տնտեսական ճնշումը։ Հիմա Ուկրաինան բազմիցս ասել են, ոչ միայն ուրախությամբ ընդունեց հայկական ապրանքները, ոչ միայն ուրեմն ամեն կերպ փորձում է օգնած լինի տնտեսական առումով Հայաստանին, այլև եկեք չմոռանանք, որ մենք ես էլ մառատնել մոտ 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, կամ 1 տարի էլ չկա, գուցե չեմ հիշի հիմա կոնկրետ, հիշենք գուրը Ուկրաինայի ուրեմն ռազմական գերատեսչության հետախուզությունը հայտարարություն տարածեց, որ ռուսները համալրում են Հայաստանի ռուսական
ռազմաբազան չերքեսներով, չեչեններով եւ այլն եւ տարօրինակ կոնտինգենտով։ Ինչի են դրանց բերում Հայաստան, Աստված գիտի։ Այն ժամանակ ինչ որ մարդիկ վեր կացան բալաբոլնես գցին էշեշ դուրս տալ։ Ես ասեմ ձեզ, ուրեմն ես անձամբ ուրեմն Գյումրիի իմ կապերի միջոցով հետաքրքիր մի տեղեկություն եմ ստացել եւ նույն իշխանություններին ես վստահ եմ որ իրանք գիտեն երևի բայց ինչի ձեն չեն հանում բայց ես տեղեկություն ստացա որ ինչ որ տարօրինակ շարժեր է տեղի ունենում ռուսական ռազմաբազայում եւ այո ինչ որ տարօրինակ համալրումներ է տեղի ունենում ռուսական ռազմաբազայում ով պատի ստուգի Աստված գիտի բայց մեզ գուշացնում ենք հիմա այսինքն գուրի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը եւ իրականում այս process-ները տեղի ունենում են։ Տեղի ունենում դանդաղ, թաքուն, բայց տեղի ունենում են։ Իմ խորին համոզմամբ, որտեղ ինչ որ ես ստանում եմ, այն ինչ որ ես տեսնում եմ, ինչ որ բան կատարվում է։ Պետք է ուշադրությամբ եւ խստորեն հետեւել ռուսական ռազմաբազայի շարժերին Գյումրիում, շատ կարեւոր է, եւ նաեւ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ձեռքերը ցալած չի նստելու եւ ինչ որ բան կազմակերպելու է։ Եվ այս ֆոնի վրա Ուկրաինան կտրուկ ակտիվացրել է կապերը Հայաստանի հետ։ Զելենսկին ոչ միայն զգուշացնում է, այլ Զելենսկին օգնություն է առաջարկում։ Ուկրաինան հիմա ամեն կերպ Հայաստանի մեջքին է կանգնում, որպեսզի ռուսները չկարողանան կլանել, այսինքն ինչքան որ Ուկրաինան կարողանա օգնել այս առումով, փորձում է օգնել։ Հետաքրքիր մեկ այլ մեսիջ։ Ուրեմն ամեն անգամ չի, երբ որ Զելենսկին զանգում է երկրի ղեկավարի, իր բոլոր սոցցանցերով X-ում, Twitter-ում, Facebook-ում, չգիտեմ, տարածում է այսպես մանրակրկտորեն հեռախոսազանգեր, այսինքն, Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը Զելենսկին բոլոր սոցիալական ցանցերի իր էջերով տարածել է։ Եվ սա շատ կարևոր մեսիջ է, եւ ես շատ հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը կանի իր կողմից քայլ եւ հիմա կգնա եւ կոնկրետ պայմանավորություններ ձեռք կբերի եւ անկախության օրն էլ պատկասում եք ինչ գեղեցիկ եւ սուպեր քայլ։ Մեկը արդեն པարզ ռուսները իրենց ծրագիր իրականացնելու են։ Եվ որքան շուտ Փաշինյանը սկսի վերականգնել իր հեղինակությունը արևմուտքում որպես հուսալի գործընկեր, այսինքն ոչ թե վերականգնել, այլ այսպես խոստովանել, հույս տալ, որ ինքը որոշում է կայացնում, գնում է դեպի արևմուտք, գնում է դեպի DCFTA եւ այլն, ուրեմն այնքան լավ հիմա հայ-ուկրաինական առևտրաշրջանառությունը շատ լավավոր կա, բայց դեռ հիմնականում Ուկրաինայի հայերի շնորհիվ է, սա էլ ասեմ, ես վստահ եմ որ մարատնել այս թեմաներին կանդրադառնա եւ շատ լրջորեն կանդրադառնա ավելի խոր, որտեղ ինքը Ուկրաինայից ինքը ավելի լավ գիտի, բայց ես էլ որոշակի տեղեկություններ եմ, ես ձեզ ասեմ, ուրեմն հիմնականում տեղի անում Ուկրաինայի հայերի շնորհիվ, որոնք այսպես իրանց ջանքերով փորձում են օգնել հայ համայնքն է, անհատ ձեռներներ են, մի խոսքով հայնասիրությունից ելնելով այսպես ամեն ինչից փորձում են օժանդակել։ Եվ այո, բայց իրանց հնարավորություններն ու կարողությունները անսահմանափակ չեն։ Այս առևտրային գործարքը հատկապես հիմա ծորենի շանտաժ կարող է սկսի տարբեր, այսպես ասեմ, ապրանքների, ավելին ասեմ, անգամ այսպես բլոգերներ կան, որոնք այսպես ռուսախոս ռուսական աուդիտորիայի վրա են աշխատում, բայց ցույց էին տալի, թե ինչքան ռուսական զիբիլ ապրանքալացրած Հայաստանում, ինչքան բաժիններով, այսինքն մենք պետք է հասկանանք, որ հիմա այսօր ինչպես մենք պետք է արտահանենք, այլ պետք է մեծացնենք Ուկրաինայից ներկրումը։ Եվ փոխադարձ սարքենք սա եւ շատ մեծացնենք, որպեսզի կախվածությունը փոքրացնենք Ռուսաստանից, դրանով իսկից փոքրացնենք, մենք էլ պատժամիջոցներ կիրառենք, որ Ռուսաստանի այսօր Ռուսաստանի արտադրությունը ոչ միտեղ չի արտահանվում, բացի ԵԱՏՄ երկրներ։ Եվ այս առումով մենք կարող ենք պատասխանել, մենք կարող ենք ուրեմն պատասխան սանկցիաներ մտցնենք։ Դրա համար մենք պետք է ալտերնատիվ շուկա գտնենք։ Դրա Ուկրաինայից լավ շուկա։ Իդեպ ես վստահեցնում եմ ձեզ, ուկրաինական ապրանքները մինչև այս պատժամիջոցները ավելի որակյալ են, քանի որ DCFTA անդամ են իրենք, այսինքն խորհրդի համապարփակ առևտրի գոտի, այսինքն եվրոպական մաքսային գոտու անդամ են, ուկրաինական ապրանքների որակը շատ ավելի բարձր է եւ եվրոպական ստանդարտների է բերված։ Ես ձեզ մի քանի անգամ ասել եմ, որ Միացյալ Նահանգներում այսօր դուք կարող եք ամենահեղինակավոր սուպերմարկետներում գտնել ուկրաինական ապրանքներ։ Դրանք եւ առողջությանն են ավելի նպաստավոր, որովհետեւ նորից եմ կրկնում, ինչքան է ռուսները այդ չափանիշների ծիփր թե խոսում են, նրանց ապրանքները բացարձակ չեն համապատասխանում որևէ չափանիշների։ Բացարձակ նրանք չեն համապատասխանում եվրոպական չափանիշների։ Եվ այս առումով ուկրաինական ապրանքները շատ ավելի օգտակար եւ առողջարար կլինեն հայ գնորդի համար։ Հետեւաբար պետք է այս խաղաղագործակցությունը խորացնել, հատկապես որ ասում շուտով կգրեա ծորենի շանտաժը եւ այլն, այսպես շարք։ Մենք ընդամենը 30%-ով ենք մեր ծորենը ապահովում։ Եվ պետք է շտապ Ուկրաինայի հետ այդ հարցը լուծել։ Պետական մակարդակով լրջագույն մեծ պայմանագրեր կնքել, ստեղծել այնպիսի բիզնես միջավայր։ Հիմա
Տեսեք, DCFTA-ի պարագայում էլ, եթե մենք խորը եւ համապարփակ առևտրի պայմանագիր կնքենք, Ուկրաինան դառնալու մեր հիմնական շուկան, որովհետեւ եվրոպական երկրները այսպես ասած դեռ պետք է ճանաչեն հայկական ապրանքները եւ Ուկրաինան այս առումով լավ համ գիտի հայկական ապրանքները, համ սիրում է հայկական ապրանքները, համ հայերի հանդեպ լավ վերաբերմունք ունի։ Ընդհանրապես պետք է ուրեմն լրջագույն համագործակցություն սկսել, մի քիչ մարքեթինգը ուժեղացնել, որովհետև տեսեք, այսօր դրա համար մեր բիզնեսմենները չեն ուզում իրար գան, բայց այսօր ամբողջ աշխարհը մարքեթինգ անում արդեն TikTok-ներով, food blogger-ներով եւ այլն։ Եվ այս ամեն ինչը ընդհանրապես պետք է սիգնալ տալիս, վստահ եմ Ուկրաինայի հայ համայնքն է կօգնի, շատ մեծ կապեր ունի, եթե մեր դեսպանատունը լայ աղանի ինտեղ այդ, այսինքն մեծ պայմանագրեր կնքվի հայկական ապրանքները գովազդելու տեղերը ցույց կտա, բլոգերների հետ կապ կօգնի հաստատել, այսինքն ամեն ինչը կարելի է անել, կազմակերպել, այո, մի քիչ գումար պետք է ծախսեն մեր բիզնեսմենները, բայց դա երապատիկ, քառապատիկ հետ է գալու։ Այսօր առանց մարքեթինգի ոչ միտեղ չես գնա։ Ոչ միտեղ Միացյալ Նահանգներում այսօր ամենապահանջված բանը դա ֆուդ բլոգերներն են, որոնք այս կամ ռեստորանն են գովազդում կամ ապրանքը։ Դրա համար պետք է մտնել, այո, սովորել, աշխատել 21-րդ դարում սահմանված կանոններով, որպեսզի ունենաս հաջողություն։ Դրա համար եմ ասում, որ մեր բիզնեսմենները պետք է սկսեն ուղեղով մտածել, ոչ թե ուղարկել, ասենք, այն որ գիտեն ոնց ինչ սարքեն ուղարկեն, այնտեղ էլ ինչ ասես խմելու են, ինչ ասես ուտելու են, բայց այտենց հեռու չես գնա։ Դա համար մեր ապրանքները պետք է սկսեն ուրեմն համապատասխանել ստանդարտներին։ Եվ սա շատ կարևոր է։ Ոչ միայն ստանդարտներին, այլև պետք է համապատասխան մարքեթինգ իրականացվի, գովազդ իրականացվի, մտնեն սոցիալական ցանցեր, տարածման ձևերը, սա մի խոսքով այդ ամեն ինչը պետք է անել եւ պետք է կազմակերպել։ Եվ նորից եմ ասում, եթե մենք մտնենք խորը եւ համապարփակ առևտրի գոտի Եվրամիության, այստեղ էլ մեր ամենամեծ ընկերը լինելու է Ուկրաինան եւ ամենամեծ շուկաներից մեկը, որտեղ հայկական ապրանքը արդեն ճանաչված է։ Մի քիչ էլ մարքեթինգ գումարես, մենք կարող ենք լրջագույն աստիճանի փոխհատուցել ռուսական այդ շուկան Ուկրաինայում։ Օրինակ, խմիչքը նույն հայկական հիմնական շուկան կարա դառնա ուկրաինական շուկան մեզ համար, եթե մենք ճիշտ աշխատենք այս իրավիճակով, հա։ Չասեք լոգիստիկան թանկ է, դժվար է, ձևերը կա, ինչ բոլոր երկրներն էլ ովքեր ուզում են արտանեն, արտահանում են։ Մենք անգամ այն ժամանակ ձեզ ասում էինք, անգամ եթե դուք մտնեք DCFTA, այդտեղ Թուրքիայի վրա է ճնշումը լինում, կարակ պայմանավորեք անգամ Թուրքիայի միջոցով արտահանեք, ինձ թվում ամբողջ Եվրամիությունը Թուրքիայի վրա ճնշում գործադարի չասեմ, Վրաստանը, Լաստանավեր այդ ամեն ինչը խոսել ենք, կա ու պետք է դա անել։ Էլ չեմ ասում Լեհաստանի միջոցով կարելի է անել, կարելի է։ Հիմա, եթե դուք այդպիսի քայլ անեք եւ լոգիստիկան դեռևս այդ պահին հələ որ չգիտեմ, պետք է օգնել մի քիչ էժանացնել, վստահաբար իմացեք, Եվրամիությունը այնքան կգնա ընթառաջ։ Եվ իդեպ ասեմ, դա մինչև DCFTA-ը մտնելը, այսինքն մինչև խորը համապարփակ առևտրի կազմակերպություն մտնելը, կլի լավագույն քայլը դրան նախապատրաստվելու համար, որտեղ երբ որ ուկրաինական շուկան դու գրավում ես, դու արդեն որոշակի անվտանգության բարձիկ ունես, ու նաև արդեն հետո կարող ես մտնել խորը համապարփակ առևտրի գոտի։ Իսկ դա մտնելուց հետո միանգամից արդեն ուրեմն ներկրումները կդառնա Հայաստանի համար շատ ավելի էժան, հա։ Եվ շատ դեպքերում նաև, որտեղ ապրանքների թիվը այնտեղ ամբողջական չի, կարծեմ 80%-ն է, 20%-ն է կդառնա, ուրեմն առանց մաքս, մի խոսքով։ Սա պետք է արվի, գնացեք ցուցահանդեսների մասնակցեք, չգիտեմ, կան լվովներում, բանում անդադ ցուցահանդեսներ են կազմակերպվում, տարեք ապրանքը ներկայացրեք։ Բայց ամենակարևորը հետևյալն է, որ այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի Հայաստանին զգուշացվի, այսինքն հենց հիմա Ուկրաինան կոնկրետ օգնություն է առաջարկում Հայաստանին, որտեղ Հայաստանի վրա հարցակումները նոր են սկսել եւ լինելու է շատ ավելի ծանր։ Դրա համար պետք է խելքներս գլուխները, ես ասում ես Մարատակ, ինչքան էինք ասում, մեկը անելու եք դա, պետք է հիմիկվանից գնալ եւ Ուկրաինայի հետ կապեր հաստատել։ 2-3 տարի է խոսում ենք լաստանավերից, լոգիստիկայից, չէ որ ի վերջո գնացիկ չէ։ Հիմա էլ մի ուշացրեք եւ ասում եմ լավագույն բանը կլինի, գովում ենք, կարեւոր է որ այս ամեն ինչը տեղի անենում, հարամ չանեք եւ սրա շատ գեղեցիկ ուրեմն սկիզբը կլինի, այսպես սկիզբ ասենք, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնա մասնակցի Զելենսկու հետ նշի Ուկրաինայի անկախության օրը։ Հոմենակ Պուտինի հետ եւ Կիմ Չեն Ինի հետ շքերթների չի մասնակցելու Ռուսաստանում։ Բնականաբար սա կլինի նաեւ իր համար մեծ ասма քարտ բլանշ եվրոպական աշխարհ, արևմտյան աշխարհում։ Սա այսպես։ Հետաքրքրական բան։ Հիմա այս ամեն ինչի հետ կապված Նարեկ Կարապետյանին շատ մտահոգում է գյուղատնտեսական ապրանքների ճակատագիրը։ Ես ասել եմ գյուղատնտեսությունը տնտեսության մեջ
փոքր տոկոս է կազմում։ Ինչքան է մեծացնես դու գյուղատնտեսությամբ երկիր չես պահի, բայց տեսեք ինչքան գեղեցիկ ներկայացնում է գյուղացիները աղքատանում են, չգիտեմ եւ այլն, ուժեղ Հայաստանը կոմբայններ է ուզում բաժանի, չգիտեմ ինչեր անի, միասին մտնենք, լուծենք այդ հարցը գյուղատնտեսության հետ կապված։ Ինչի է գյուղատնտեսության մասին այսքան մտահոգված Նարեկ Կարապետյանը, որովհետև գյուղատնտեսությունը դա ծուղակ է Հայաստանի համար, այն ինչ որ Նարեկ Կարապետյանը առաջարկում։ Այսինքն գյուղացիների մասին մտահոգվելով իրանք կամած ստանում են Հայաստանը նորից մտցնեն Ռուսաստանի տակ ավելի խորը։ Այսինքն գյուղատնտեսական հասկանում եք, այ վտանգը հենց այդ ենք բացատրում, որ գյուղատնտեսական ապրանքների միջոցով շանտաժ են անում Հայաստանը։ Հիմա իրանք առաջարկում են զոհ գնալ այդ շանտաժին, կամած, ասենք գյուղատնտեսությանը շահարկելով, մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե խեղճ գյուղացին սովից մեռնում է եւ այլ, այսպես շարունակ, հեսա գյուղերը կդատարկվեն տրամաբանությամբ, եւ միակ տարբերակը պարզա լուծումը լինելու է ռուսների հետ հարաբերությունները վերականգնելը սիրելի հետևորդներ, այսպես տակից եւ ուժեղ աշխատում են եւ շարունակելու են աշխատել։ Սա կանդրադառնանք մի քանի բանի։ Հաջորդ բանը։ Տեսեք ինչքան վտանգավոր են իրենք, երբ որ իրենք բարձրացնում են ԿՊ-ի դեմ ուրեմն աղքատության խնդիրը։ Ասում են Հայաստանում աղքատության մակարդակը 20%-ից ավել է եւ վերջի 8 տարվա մեջ կամ 10 տարվա մեջ 3-4% է պակասել, բայց Վրաստանում վերջին տարիներին աղքատության մակարդակը կրկնակի 2.5 անգամ իջել է։ Եվ ամբողջ մանիպուլյացիան կայանում է նրանում, որ ձեզ երբեք Նարեկ Կարապետյանները կյանքում չեն ասի, թե ինչու է այդպես, որովհետեւ Վրաստանը իր բոլոր թերություններով եւ բոլոր Իվանիշվիլիներով շարունակում է մնալ DCFTA-ի անդամ, այսինքն Վրաստանը եվրոպական մաքսային գոտու մեջ է։ Ինչի է աղքատությունը իջել։ Մի պարզ պատճառով, որովհետև իրենց մոտ ապրանքները էժան են գալիս։ Իրենց մոտ ապրանքները էժան են գալիս, երբ որ մի փոքր էլ ինչ որ եկամուտ է բարձրանում, մարդկանց վրա, այսինքն ինֆլյացիան աշխատավարձի աճից ավելի դանդաղ է լինում։ Աշխատավարձը ավելի արագ է աճում, քան ինֆլյացիան։ Փաշինյանից խնդրեմը այն է, որ իրանց այո աշխատավարձները աճում են, բան չունեմ ասելու, աճում են շատ դանդաղ։ Տարբեր նայած ոլորտներում, այսինքն ավելի շատ հիմա, չգիտեմ, մարդիկ շատերը երկրորդ տեղ են բանանում, հիմնականում ասենք մեծացել է տաքսիստների եկամուտը, այսպես ինչ որ խառը խշտիկ, ոչ կանոնավոր ինչ որ քաոսային աճ է տեղի ունենում աշխատավարձների, բայց ես ունեմ հարազատներ, ծանոթներ, որոնք ստանում են կոպեկներ։ Ես ասեմ ձեզ, հիմա անուններ չեմ տա, բայց ուրեմն օրինակի համար ես ստացել եմ այնքան աշխատավարձ 2012 թվականին, որքան 2024 թվականին ամենակարևոր հեռուստաընկերության, ասենք, իմ գործի մարդը։ Ասենք ինձ համար, երբ որ խոսում են աշխատավարձների բարձրացումից, իմ համար դա էլ է չափանիշ, ուզում եմ հասկանամ, ոնց է տենց ստացվում, որ աշխատավարձները բարձրանում է եւ այլն, բայց բարձրանումը օրինակ ոնց, օրինակ եթե Պետրոս Ղազարյանի աշխատավարձը բարձրանում է, ասենք կոպիտ ասած մարդը 3.4 միլիոն փող է ստանում ամիսը ենթադրենք, ուրեմն համարվում է, որ կոպիտ ասած այդ ամբողջ TV-ում աշխատավարձները բարձրացել, չգիտեմ ոնց են դա հաշվում, բայց նորից եմ ասում, իմ ընկերական շրջապատում, իմ հարազատական շրջապատում այն աշխատավարձները, որ նրանք ստանում են, այո, որոշ առումով ինչ որ փոքր բարձրացումներ կան, բայց ես անգամ գիտեմ հարազատ ունեմ, որը ստանում է 100,000 դրամ։ Եվ ես որ տեսա Հայաստանի գները, դա կատաստրոֆա է, ընդ որում պետական կարևոր մարմնում է աշխատում, բայց ստանում է 100,000 դրամ։ Դա էլ էական չի։ Լավ, վերցնենք, որ աշխատավարձների միջինը բարձրացել է, լավ, տաքսիստները մինիմում 500,000 սարքում են ամիսը, շատ լավ է, ուրախ եմ իրենց համար, բայց դուք հասկանում եք, որ հենց հիմա եթե Հայաստանը լինի DCFTA-ի անդամ, համ եվրոպական ներդրումներն է բացվում, համ բարձր աշխատատեղերը ավելի բարձր աշխատավարձ, իսկ միջին աշխատավարձը միանգամից բարձրանում է, համ ապրանքների գինն է մոտ 20-30%-ով էժանանում, համ ապրանքների որակն է լավանում, սկսած մեքենաներից, վերջացրած ամեն ինչից, որտեղ Ամերիկա, եվրոպական շուկա բացվում է, միանգամից աղքատության մակարդակը Հայաստանում կիջնի 2 տարում, շատ արագ ու շատ կտրուկ, եւ մենք կունենանք Վրաստանի պես ցուցանիշներ։ Այսա դες չի ասի Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանի խնդիրն է այսպես թաքցնել, թե ինչու է Վրաստանում, այդպես, բայց ուրեմն ասել, որ մեր փրկությունը Ռուսաստանն է, որը հակառակն է, այսինքն մենք տուժում ենք հենց հիմա նրա պատճառով, որ Ռուսաստանի տակ ենք։ Սա է խնդրեմը։ Եվ իրաց մոտ փայլուն դա ստացվում է։ Շատ փայլուն դա ստացվում է։ Օրինակ,
Արման Եղոյանը, պարոն Եղոյանը հարցնում է ուրեմն Ղազինյանին, որը հեծի տնօրենն է եղել։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Ես ուզում եմ հասկանամ, ասենք ուզում եմ հասկանամ, չեմ կարող իրենց տրամաբանությունը հասկանամ։ Ասում եմ, ինչ հեծը ձեռք ա բերել, միտքը այն է, որ Տաշիր գրուպի հետ կապված ասոցացված ընկերություններից է ձեռք բերել։ Այսինքն բոլոր տենդերները շահում են Տաշիր գրուպի հետ ասոցացվող ուրեմն ընկերությունները։ Իսկ ստացվում է, որ մի գրպանից մյուս գրպանն է դնում, ընդ որում այդտեղ, ինչպես գիտեք, շատ մեծ է փողերը լվալու ռիսկերը։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞, իրանք ծախս են ներկայացնում մեծ, հարկ են քիչ մուծում, բայց մի գրպանից հանում, մյուս գրպանն են դնում գումարը։ Իրանք իրենց պատվեր են տալի, ընդ որում շատ մեծ է ռիսկը, որ այդ պատվերը մեծ փողով են տալի, ինչը ակնարկում է պարոն Եղոյանը, հա։ Հիմա ասում է թմբուկների ձայնը եւ հասկանանք, թե ինչ է ասում պարոն Եղոյանը։ Ասում է, դուք հաշվիչները նախկինում արել եք թանկ գնով ձեր հետ ասոցացված ընկերությունում։ Հիմա ուշադրություն, բայց օրերս հեծը ձեռք բերել արդեն հեծը, որը կառավարվում է պետության կողմից, Ռոմանոս Պետրոսյանի կողմից։ Ուշադրություն։ Հեծը ձեռք ա բերել 25,000 հաշվիչ այդ նույն ընկերությունից ավելի քան $1 միլիոն էժան, ավելի քան 1,200,000 ինչքան էր։ Ասում ոնց է ստացվում։ Հիմա նա էլ պատասխանում է, ասում է մենք լավություն ենք արել, մենք հանուն հեծի, հանուն ժողովրդի, հանուն իրավիճակի կայունացման պատկերացնում եք, հեծի իրանց ձեռից վերցրել են, իրանց լավություն են արել եւ էժանով հաշվից են տվել պետությանը, որը իրանց ձեռից խլել է հեծը։ Լավ մի կողմից ովքեր որ հավատում են, խնդրեմ, կարող եք հավատալ, կարող եք Ձմեռ Պապին էլ շարունակել հավատալ, խնդիրը դա չի, դրա մեջ ված բան չկա, հավատը լավ բան է, բայց նայած ինչին ես հավատում ու նայած ինչ հետևանքներ է դա ունենում։ Ես ամեն մի պատմության մեջ, Ժորժ ջան, ուրիշ բան ինձ զարմացրեց։ Հիմա հարց պարոն Արման Եղոյանին եւ պարոն Ռոմանոս Պետրոսյանին, պարոն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչի է հեծը շարունակում գնել հաշվիչները Տաշիր Սամվելի հետ կապված ընկերությունից։ Բացատրեք մեկս, հասկանում եք, Արման Եղոյանը մեղադրում է Ղազինյանին, որ իրենք հաշվիչ են գնել հեծի հետ շինարարություն են արել, ամեն ինչ որ արել են կապված եղել Տաշիր գրուպի հետ կապված ընկերություններից։ Ասում եմ ինչի է այդպես, ինչի ուրիշ ընկերություն չկար, որ դուք մենակ ձեր հետ աֆիլացված ընկերություններից եք ձեռք բերել։ Եվ միևնույն ժամանակ հարցի մեջ ասում է, որ իրենք նույն Տաշիր գրուպի հետ ասոցացված ընկերությունից հաշվիչ են ձեռք բերել, բայց ավելի էժան։ Այսինքն սրա մեջ երկու բան կա, ինքը ակնարկում է, որ փող է լվացվել, այսինքն հասկանում եք, չէ՞, թանկ ձևակերպել են, մեծ գին են ձևակերպել, վերջում էլ ծախսերի մեջ ներկայացրել են, հարկ քիչ են վճարել, կոպիտ ամենապրիմիտիվ բանն է, դա էլ չեմ ասում դեռ ինչ էր կարող անել, սա մի կողմ։ Բայց ուրիշ հարց, դուք, պարոն Եղոյան, դուք հասկանում եք, որ դուք ձեր վրա ցուցմունք տվեցիք։ Ոնց է ստացվում, որ այսքան Սամվել Կարապետյանին սարքեցիք տառապյալ, քաղբանտարկյալ, չգիտեմ, Ռուսաստանի մարդ, FSB-շնիկ, չգիտեմ ինչ եւ այլն, բայց չգիտեմ, վտանգ, հրեշ, երագլուխ դև, ոչնչացնելու ենք, անելու ենք, բայց դուք գնում եք պետական փողեր եք տալիս Տաշիր Սամոյին եւ իրանից ապրանք եք ձեռք բերում։ Կարա մեկը բացա, ինչի ուրիշը չկար, պարոն Եղոյան, ինչը դուք եք մեղադրում Ղազինյանին։ Այս նույն Քոչարյանի Տոյոտաներն ու Լեքսուսները դառան, հա։ Քոչարյանին հետապնդում եք պետական պատվերներ եք տալիս։ Ոնց է ստացվում, ախր դուք հասկանում եք, դուք ձեզ կործանում եք։ Դուք ձեր վրա ցուցմունք եք տալի, դուք ձեզ ոչնչացնում եք։ Դուք ես ինչ եք անում։ Ու դրա համար մարդիկ արդեն սկսել գրել որ սաղը մեկ եք, իրար հետ պայմանավորված խաղ եք խաղում եւ այլն, այսպես շարունակ։ Գեներալ Մանվելի Մովսեսն ասում է. մենք էլ ենք շատ ուրախ, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեր պետությունը շահում է։ Եվ այնտեղ ինչ որ բանավեճ են ծառայում, ինձ ոգևորված խոսում են դաշնակա, այս կոմա, այն կոմա, թե ռուս-ուկրաինական պատերազմի ինչքան փողեր է մտնում, ինչը լավ է, գովելի է եւ այլն։ Հետո գեներալ Մանվելի Մովսեսը շատ բարոյական կերպար է իհարկե ինքը, բարոյականության չափանիշ է ինքը իհարկե, էլի հասկանում եք, ասում է, երբ որ մի փոքր վեճ է գնում ազգային ժողովում, ասում է,
Այս մթնոլորտը պատիվ չի բերում, ասում է դրսից ասում եք մեզ նայում են, բա այս մթնոլորտը երկրին եւ մեզ падգամավորից պատիվա բերում, Մովսես, դուք հասկանում եք, որ դուք հիմա, դուք ամբողջը, դուք այդ Հայաստանա դաշինքով, ուժեղ Հայաստանով, ԿՊ-ի վրա էլ ցուցմունք եք տալիս, որ դու ուկրաինացիների արյան վրա, ուկրաինացի երեխեքի, անմեղ երեխեքի, որ ոտու ձեռեն կորցրել, մահացել են, դաժանությունների վրա փող եք աշխատում ու դուք ասում եք, որ դուք շատ ուրախ եք։ Լավ, մարդկային պատժից չեք վախենում, գոնե Աստծո պատժից վախեցեք։ Դրած ուրախ ազգային ժողովում կես ժամ քննարկում են, թե ինչ լավ է, որ մենք Ուկրաինայի պատերազմի վրա փող ենք աշխատում։ Դուք լուրջ եք ասում։ Այն ԿՊ-ից է մեկը չի վերկենում, ասի, ես ինչ եք խոսում։ Դուք ես ով եք։ Դուք ես ինչ եք։ Հասկանում եք մենք ում հետ գործ ունենք։ Որ դենց հանգիստ խոսում են, որ մենք ուկրաինացիների երեխեքի արյան վրա մենք փող ենք աշխատում։ Որ ամեն օր այլանդակ ֆաշիստական Ռուսաստան բալիստիկ հրթիռաթողում եւ բնակելի շենքերի վրա։ Ամեն Աստծո գիշեր Կիևում տագնապա եւ մահերա հիմա էլ հակաբալիստիկի պակաս ունեն, ձմեռման են պատրաստում ուկրաինացիները Զելենսկին զբաղվում այդ հարցով, բայց շատ դաժան վիճակ է հիմա։ Իրանք իհարկե չեն կոտրի ուկրաինացիների ոգին այդպես, նորից եմ ասում, պատերազմի սկզբում էլ չունեին, բայց պետրիոտներ, բայց ասենք սա ինչ բան է։ Ձեզ նայում են դրսից ու պատկերացնում եք նայում են, թե դուք ով եք ու ինչեր եք խոսում։ Հաջորդը ինչ որ ռուսներ տենց բավականին տենց ասում կերած խմած դեմքերով Հայաստանով անգած ռոլիկներ են նկարում, դե սաղ գովազդում են Հայաստանը, ինչ լավ է, եկեք Հայաստան ապրեք։ Լավ, դուք վստահ եք, որ այդ բոլորը բանից են փախնում։ Դուք ասենք տենց հանգի, տենց գովում են, ասում են ինչ լավ է, նրանք էլ ասում են, տեսակ ԿՊ-ն մենք ենք բերել այդ ռուսներին Հայաստան։ Դուք եք բերում ձեր դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Ալիևը ում բռնեց, ասեց հիբրիդային պատերազմ էին վարում Ադրբեջանում, բռնեց փակեց մի քանի ռուս։ Դուք այդ որ տենց ուրախ դուք հասկանում եք ազատ է ճանապարհը։ Այդ ռուսներին որ տենց ուրախ բերում եք երկիր, հետո պետք է գնաք արևմուտք գլացեք, որ հիբրիդային պատերազմ։ Դուք գիտեք դուք ում եք բերում երկիր։ Էդ էլ հերիք չի։ Ուրեմն ես ուզում գովեմ Ամերիկա բանկին։ Ուրեմն այնտեղ պետքա գրանցում ունենաս, որպեսզի կարողանաս հաշիվ բացես։ Եվ Ամերիկա բանկը չի թույլ տվել, չի բացել նրանց համար հաշիվ։ Եվ սրանք վեր են կենում ինչ որ ID շիգեմել ում այդ ID բանկը պետքա parzել, եթե գիտեն հետևորդները խնդրում գրեք, ինչ որ ID բանկ են գնում, այդ ID բանկը իրանց հաշիվա բացում առանց գրանցման։ Այդպես հեշտ ու հանգիստ, առանց ստուգելու ով են առանց գրանցման թղթի, տենց welcome to Armenia, եկեք, այսինքն добро пожаловать։ Ես բոլորին ինչ ռուս գալիս է բռնում մի անգամից տեղում հաշիվ են բացում, քարտ են տալիս։ Ուղղակի առանց գրանցման անգամ։ Դուք հասկանում եք ինչ է կատարում։ Ես ապշած եմ ուղղակի, սարսափած եմ ինչ որ կատարվում է։ Այսքան խոսում, բացատրում եմ։ Հենց այդ բլոգերների միջոցով էլ դիվերսիա են ձեր դեմ կազմակերպելու։ Ուրեմն հաջորդը, այս վերջի քանի օրերի ընթացքում Ազատությունը ռեպորտաժ տվեց, բայց մինչև այդ ինձ էլ էին ասել այդ թեմայով։ Ուրեմն Արմեն Սաքապետոյան կա, ինքը ուրեմն նշում է, որ ես չգիտեմ ինքը ով է ինչա, բայց ինքը կարևոր բան է ասում։ Ինքը ասում է, որ ոստիկանության մոտ հայտնվել է իրանց բանկային տվյալները ամբողջությամբ։ Եվ ես չգիտեմ, որ բանկն է ինչա, բայց այսքան խոսում եմ բիզնես մթնոլորտի մասին։ Դուք հասկանում եք, որ դա կարա լինի մի հատ դիկտատորական, ասենք բռնապետական երկրում, եւ ոչ մի բիզնես չի գա Հայաստան, եւ ոչ մի բիզնեսմեն չի գա Հայաստանում հաշիվ չի բացի իրանց հյուսիսային սիրելի երկրից, որը գիտի, որ տենց հեշտ ու հանգիստ բանկային հաղթնիքը կարա անցնի։ Ուրեմն փոխանակ հիմա աղմուկ բարձրանա։ ԱԱՑ-ով, ՄԱԱՑ-ով զբաղվեն, այդ բանկի նկատողություն տան, չեմ ասում գոնե փակեն, բայց գոնե մի հատ մեղավորներին պատժեն, բռնեն, տուգանեն, չգիտեմ, եւ այլն։ Այդ մարդը, էսա, էլ Facebook-ներով ռոլիկներ էր նկարում, էլ հասավ Ազատություն ռադիոկայան, ծպտուն չկա, դուք հասկանում եք, դա ինչ վտանգ է, որը Հայաստանի ներդրումային մթնոլորտի համար, ընդհանրապես Հայաստանի վարկանիշի համար, երբ որ մարդու բանկային գաղտնիքը եւ իր հարազատների արտահոսք է ունենում։ Դա ամենասուրբ բանն է բոլոր դեմոկրատական երկրներում, որպեսզի ոչ մի ուրեմն վտանգավոր
վատ հետևանք չունենա երկրի հեղինակության ներդրումային վարկանիշի վրա։ Սա այդպես։ Հաջորդը ուրեմն Թագուհի Ղազարյանը բարձրացրել էր եկեղեցու թեման, եկեղեցու հարկերի թեման, այնտեղ էլի իրանք այնքան բաց թողումներ են անում, որ հետո ուրեմն հատուկ բլոգերների բանի միջոցով սրանց ստորացնում են, որտեղ նորից եմ կրկնում, նորից ուզում եմ զգուշացնեմ։ Նշանակեք մարդ թիմ 1 վարձում ինչ եք անում, գրողների, ստուգողների, որը ուրեմն ԿՊ-ի յուրաքանչյուր падգամավորի տեքստը լավ բացառությամբ մի քանի հոգու, որ քիչ թե շատ կոմպետենտ են, կստուգի, կնայի, կվերաստուգի, անճշտությունները կհանի եւ այլն։ Տեքստը կսարքի մաքսիմալ անխոցելի։ Ձեր ԿՊ թիմը պարտվելու է, ջախջախվելու է, որովհետեւ խարիզմա չկա։ Որտեւ դուք հասկանում եք, որ երբ որ դուք падգամավոր եք ընտրում, դուք պետք է ընտրեք ձայնից բռնած։ Արտաքին ես չեմ ասում սիրուն ու գեշ բացարձակ։ Ես դրա մեջ չեմ մտնում բացարձակ։ Ամեն մարդ յուրովի սիրուն է, ես դրա մասին չեմ խոսում, բայց խարիզմա պետք է լինի, ազդեցիկ պետք է լինի տեքստը, ռետորական ինչ որ ունակություններ պետք է ունենա։ Դուք լսել եք ով, ես հիմա չեմ ուզում ասեմ չնեղացնեմ, բայց դուք լսել եք ինչ են խոսում, ոնց են խոսում, ինչ ձև են խոսում։ Դուք ձեզ թվում է թե ասենք որ դուրս են գալիս իրանք ուրեմն ամբիոնից ինչ որ բան են ասում։ Ուրեմն մենակ ինչ որ մարդկանց որ լսեն, ես վստահ եմ որ ձեր ռեյտինգը ավելի անկապ չունի իրանք ինչ են ասում։ Այնքան ոչ պրոֆեսիոնալ են ասում, այնքան, չգիտեմ, այնքան անգամ խոսելու ձև չունեն, ներկայացնելու ձև չունեն։ Էլ չեմ ասում որ այդ մարդիկը թերապես չպետք է լինեն падգամավոր։ Ուրեմն վարձեք թիմ, որ կաշխատի գոնե կամ գոնե կասի ով պետքա խոսա, ով չպետքա խոսա ընդհանրապես, ովքեր չպետքա խոսան, դրանց ինչ որ 2 հատ օրես դրական նախաձեռնություն տվեք, թող գրեն, որ ասեն օքեյ, իրանք էլ են մի բանով զբաղված ինչ որ ազգային ժողովում։ Ոնց որ անում է ուժեղ Հայաստանը։ Թե չէ ձեզ ոչնչացնելու են։ Հիմա բացատրեմ ինչի։ Ուրեմն սա խոսեցին եկեղեցու հարկերի հետ կապված պատմությունից, այնտեղ իհարկե միանգամից հարցակվեցին բլոգերները իրավ եւ սկսեցին կա մի հատ այն անկողնային բլոգեր կա որ անկողնովից նստած միկրոֆոնով սենց սպահած ինչ որ լուրջ դեմքով ինչ որ մի հատ աղջիկա չգիտեմ Մոսկվաներից է որտեղից է դա խոսում ակնհայտորեն ուժեղ Հայաստանի համար է աշխատում ակնհայտորեն ուրեմն ու սենց խոսում է իհարկե ոչնչացրեց այնտեղ Թագուհի Ղազարյանին բայց Սենց անում ասում է, որ Միացյալ Նահանգներում էր եկեղեցին ազատված է հարկերից։ Ես կողմ եմ, որ եկեղեցին հարկ չվճարի եւ այլն։ Ու սենց անցավ գնաց, որ եվրոպական երկրներում Միացյալ Նահանգներում եկեղեցին հարկեր չի տալիս։ Հիմա Ժորժ ջան, իմ սուրբ պարտքը չի, բայց նորից ես ուղղակի ասենք չեմ սիրում էլի այսպիսի մանիպուլյացիաներ եւ անարդարություն։ Հիմա չգիտեմ ԿՊ-ն ինչով է զբաղված իրանք պարապ են, բայց ես էլի նորից ստիպված եմ ասել մի բան, որ պետք է իրանք գոնե անեին կամ գոնե իրանք մեկին ունենային, որ պատասխաներ իրանք։ Հիմա ասեմ, թող հաջորդ վաղը գնան, սովորեն գնան ազգային ժողովից ուրեմն ասել։ Սա տարական մանիպուլյացիա եւ նա ունի բազմահազարանոց աուդիտորիա։ Այդ ոչ մեկը, որին տեքստերը դրում տալիս են, ինչ որ լրագրող ա եղել ժամանակին ով է։ Ինամ ուղակի լավ վճարում են, որքան հասկանում են, ասում են դու ուղակի անկողնուց վրա նստի այս տեքստերը կարդա։ Ու ինքը ինչ համատեղից է փող ստանում, ու տես բլոգերային ցանց է ստեղծվել, որքան հասկանում եմ, ու ստեղծվելու է, ու ձեզ ուտելու են։ Հիմա բացատրեմ ինչի։ Իհարկե սա ես չպետք է անեի, սա իրանք պետք է անեին։ Ուրեմն բանի հետ կապված դուք ասեք եկեղեցու հետ կապված բայց ստիպված եմ ես անել ձեր փոխարեն Ժորժ ջան որովհետև ուրիշ տարբերակ չկա ուրեմն հիմա խոսենք ամերիկյան եկեղեցիների հարկերից Ժորժ ջան արագ եկեղեցիներին տրամադրվող հիմնական արտոնությունները Միացյալ Նահանգներում ֆեդերալ եկամտահարկ ներքին հասույթների օրենսգրքի բաժնի համաձայն եկեղեցիներ ԿՊ ուշադիր լսեք ձեր համար եմ կարդում սա իմ սուրբ պարտքը չի ամեն անգամ ձեզ կաղանքից հանել է բայց ձեզ կոչնչացնեն սենց ուղղակի ձեզ կտրորեն կանցեն ինչ ես ասում էի ուրեմն ֆեդերալ եկամտահարկ ներքին հասույթների օրենսգրքի բաժնի համաձայն եկեղեցիները ավտոմատ կերպով համարվում են հարկերից ազատված ոչ առևտրային կազմակերպություններ Միացյալ Նահանգներում ի տարբերություն ոչ առևտրային կազմակերպությունների մեծ մասի եկեղեցիներից նույնիսկ չի պահանջվում պաշտոնապես դիմել IRS դա մեր այսպես ասած պեկն է ոնց որ ասած էլի հարկերից ազատման կարգավիճակ ստանալու համար կամ ներկայացնել տարեկան տեղեկատվական հաշվետվություն form 990 նահանգային եւ տեղական եկամտահարկեր
Նահանգային հարկային օրենսգրքի մեծ մասը համապատասխանում է ֆեդերալ կանոնակարգերին, եկեղեցիներին ազատելով եկամտահարկից։ Գույքահարկ եկեղեցիներին պատկանող եւ հիմնականում կրոնական պաշտամունքի կամ կրթական նպատակներով օգտագործող գույքը սովորաբար ազատված է տեղական գույքահարկից բոլոր 50 նահանգներում։ Վաճառքի հարկ, սա գոչվում է sales tax։ Շատ նահանգներում եկեղեցիներն ազատված են վաճառքի հարկ վճարելուց եկեղեցական գործունեության համար կատարված գնումների դեպքում միայն եկեղեցական գործունեության համար։ Իսկ հիմա ուշադրություն որտեղա ձեզ քցում ամեն մի փնթի բլոգեր, որը լափում է ուժեղ Հայաստանի լափամանից եւ պուտինիզմից։ Հիմա լսեք ուշադիր։ Հարկեր, որոնք եկեղեցիները պարտավոր են վճարել։ ԿՊԼՍ-եք գնացեք։ Ես տեսա, որ արդեն նախորդ նիստը լսեցի, հասկացա, որ դուք լսել եք իմ եթերը, ուրախ եմ, որ լսել եք, դա ձեզ միայն պատիվ է բերում, ձեր ելույթները ավելի բովանդակային են դառնում։ Ցավոք սրտի ես նկատեցի, որ իմ եթերները լսում են նաև հակառակ կողմը, բայց եթե խելոք կլինեք, իրանց դա առանձնապես չի օգնի։ Շատ ուրախ եմ, ես նախորդ եթերը նայեցի, հասկացա, ինչ որ խորհուրդ էի տվել խուսափեցիք, եթե երկար լսեք, կարող է շահեկել։ Հիմա ուշադրություն։ Ուրեմն, հարկեր, որոնք եկեղեցիները պարտավոր են վճարել կամ գանձել, չկապակցված բիզնես եկամտի հարկ, UBIT։ Եկեղեցին իրականացնում է կանոնավոր կոմերցիոն գործունեություն, որը կապված չէ իր հիմնական կրոնական առաքելության հետ։ Օրինակ, վճարովի ավտոկայանատեղի շահագործելը, հանրության համար սրճարան, ռեստորան, կաֆեներ, չգիտեմ, վաճառքի սրահներ, ուրեմն կամ տարածքներ վարձակարությամբ տալը, չկապակցված, իսկ մենք գիտենք հիմա ինչ են խոսում, չէ՞, եկեղեցիների կողքը բիզնեսներ, չգիտեմ, եկեղեցականներ են բիզնեսմեններ, ինչ որ եւ այլն։ Ուրեմն այդ գործունեությունից ստացված եկամուտը ենթակա է ֆեդերալ եկամտահարկի, ներկայացում է Ֆորմ 998-ի ձևաչափով։ Աշխատավարձի եւ զբաղվածության հարկեր, թեև եկեղեցին ինքնին ազատված է ֆեդերալ եկամտահարկից, նրա աշխատակիցները ազատված չեն։ Եկեղեցիները պարտավոր են ոչ հոգեվորական աշխատակիցներին, իսկ դուք գիտեք, որ բազմաթիվ մակրուհիներ, չգիտեմ, սպասարկող ազդակած, որոնք հոգեվորական չեն։ Ուրեմն նրանց աշխատավարձից պահվում է ֆեդերալ եւ նահանգային եկամտահարկերը։ Հոգեվորականների համար գործում են հատուկ հարկային կանոններ ինքնազբաղվածության հարկերի մասին օրենքի համաձայն։ Իսկ հիմա ԿՊ ամենակարևորը լսեք, գնաք ազգային ժողովում կասեք, սա ամենամեխն է։ Հարկերից ազատված կարգավիճակը պահպանելու կանոնները, այսինքն որ դեպքում է եկեղեցին պահպանում այս արտոնությունները։ Հարկերից ազատված կարգավիճակը պահպանելու համար եկեղեցիները պետք է հետևեն IRS-ի հատուկ ուղեցույցներին։ Օրինակ, քաղաքական արշավներին միջամտելու արգելք։ Եկեղեցիներին խստիվ արգելվում է աջակցել կամ դեմ արտահայտվել պաշտոնական թեկնածուներին, անձնական շահույթի արգելք, զուտ եկամուտը չի կարող օգտագործվել մասնավոր անձանց կամ եկեղեցական ղեկավարներին հարստացնելու համար, բացառությամբ մատուցված ծառայությունների դիմաց ողջամիտ փոխհատուցման, սահմանափակ լոբինգ, ծավալուն քաղաքական լոբինգը կամ օրենսդրության վրա ազդելու փորձերը կարող են վտանգել հարկային արտոնության կարգավիճակը, այսինքն տարական բան։ Ամերիկայում ասում են, եթե եկեղեցին զբաղվում է քաղաքական գործունեությամբ, կորցնում եք բոլոր արտոնությունները եւ կգնաք ու կվճարեք այնքան հարկ, ինչքան վճարում են մյուսները, ամեն ինչի համար։ Բայց ձեզ ինչ որ մի հատ փնթի տեղաշորի վրի նստած, հատուկ եմ տեղաշոր ասում, նստած տենց ինչ որ լուրջ դեմքով, տենց ինչ որ ակտ բանով, տենց ինչ որ տենց խելացի, տենց Ամերիկայում ազատված են հարկեր, բայց շարունակությունը չի ասում։ Չի ասում, որ այնտեղ Բագրատ չկա, որ ցույց է անում, որտեղ տեղում կզրկվեր ամեն ինչից։ Հասկանալի է, հարգելի հետևորդներ, բայց չի պետք է ես գործը ես անեմ ԿՊ-ի համար, հա։ Կարող է տենց միասին պայմանավորված եք դեպի պուտինիզմ եք պայծառ գնում, ես չեմ կարող հասկանամ։ Ինչի՞ եմ ես անում այս գործը։ Հաջորդ։ Հայաստանում բնականաբար ասում եմ ինչ, բայց բալաբոլների պակաս չկա։ Եվ սկսվել է մի քննարկում, որ Միացյալ Նահանգներն են ստեղծել Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա դաշինքը։ Թե բա այս օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից որպես զենք, որ այտենց մենք ընկնելու ենք դրանց Միացյալ Նահանգները իրենց միջոցով մեզ կառավարելու ու այսպիսի բալաբոլիզմ ատիրում։ Թե գիտեք,
ասում է մեկը ծախված է, մեկը տագետա, մեկին papayin հեծանիվ չի առել փոքր ժամանակ, մեկին կոնֆետ չի առել, շոկոլադ կամ չգինեմ պաղպաղակ։ Տենց տրավմայով մարդիկ կան, ինչ կարաս անես։ Եվ ասենք չես կարա ասես դիվան քշող, շատ տարբեր կան։ Հիմա Ժորժ ջան, ասեմ ինչա տեղի ունենում։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգների հիմնական դաշինքը տարածաշրջանում պետք է լիներ Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում։ Եվ մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, ինչքան կարևոր էին Աբրահամյան համաձայնագրերը այս կոնտեքստում եւ անգամ մենք կոչ էինք անում միանալ այդ Աբրահամյան համաձայնագրերին, ինչը արեց եւ Ղազախստանը, ինչքան կարևոր էր դա Հայաստանի համար։ Իսկ Պակիստան եւ Թուրքիա դաշինքը Սաուդյան Արաբիա շատ վտանգավոր է Միացյալ Նահանգների համար։ Եվ ես ես կարճ ներկայացնեմ ինչա տեղի ունեցել։ Իհարկե պաշտոնական արձագանքը ուրեմն եղավ շատ չեզոք եւ շատ եւ թվում է թե անտարբեր եւ թվում է չգրեթե չեղավ էլ պաշտոնական արձագանք, բայց իրականում ներսում եռում է եւ ներսում այդ վտանգը հասկացան։ Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա դաշինքը Էրդողանը, այն բանը, ուրեմն սաուդիտների այն Մոհամմեդ բեն Սալմանը եւ այլ շատ վտանգավոր է Միացյալ Նահանգների համար եւ կատաստրոֆիկ կարող է փոխի տարածաշրջանի հեռանկարը։ Ավելին ասեմ, այս դաշինքի հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է Չինաստանը։ Հիմա բացատրեմ ինչա տեղի ունեցել եւ բաներա տեղի ունեցել, որ ցես այդ բալաբոլները եւ դիվան քշողները եւ պաղպաղակ կոնֆետ մանկության մեջ չունեցածները հիմա տրավմա է մնացել, ասենք ինչ ասեմ, չեն ներկայացնի։ Կգան առանց ուսումնասիրելու փնթի կմտնեն յետեր կսկսեն էշ դուրս տալ կներեք այս արտահայտության համար։ Հիմա ես ներկայացնեմ։ Ուրեմն ինչ քննարկում է գնում think tank-երի Միացյալ Նահանգներում վերլուծական ուրեմն մակարդակի հասկանանք թե ինչա կատարվում այս դաշինքի շուրջ։ Սա շատ վտանգավոր է եւ մի բան էլ ուշադիր եղեք։ Ամենամեծ վտանգը նա է, որ այս դաշինքի մեջ ի վերջո կարող է մտնի նաեւ Իրանը եւ դա ընդհանրապես կարող է բերի մի կատաստրոֆիկ հետևանքների։ Դրա համար Իրանում, եթե նկատեցիք, շատ լավ ու հանգիստ արձագանքեցին այս դաշինքին, բայց իրականում ասեմ ինչա տեղի ունեցել։ Ուրեմն ՆԱՏՕ-ի ներսում Թուրքիային հիշեցրեցին իրենց պարտավորությունները։ Անկարային ոչ պաշտոնական խողովակներով ակնարկվել է, որ ալյանսից դուրս անվտանգային նոր ինքնուրույն բլոկների ձևավորումը կարող է ազդել ԱՄՆ-Թուրքիա ռազմատեխնիկական գործարքների վրա, օրինակ F-16-երի արդիականացման կամ F-35-ների ձեռքբերման մատակարարման ընթացքի վրա հետագայում։ Դուք հիշում եք, ես հենց ամենասկզբից ինչ ասեցի, որ հենց ամենասկզբից ակնարկեցի, որ սրա հետևը կարող է Չինաստանը կանգնացնել, օրինակ Պակիստանը չինական զենք է օգտագործում, դուք կհիշեք դա։ Եվ ես ասեցի, որ Թուրքիան այսպես ԱՄՆ-ի հետ կարող է մեծ խնդիրներ ունենա, որովհետև կարող է ակնարկումը ԱՄՆ-ին շանտաժանում, որ ինքը կսկսի ձեռք բերել չինական օրինակ ինքնաթիռներ, ռազմական տեխնիկա եւ այլն։ Պակիստանի վրա ֆինանսատնտեսական լծակներ են ուրեմն Միացյալ Նահանգների կողմից գործադրվում։ Հիմա Իսլամաբադի պարագայում Վաշինգտոնը օգտագործել է միջազգային ֆինանսական կառույցներում IMF, World Bank, այսինքն համաշխարհային բանկն է, ուրեմն արժույթի միջազգային հիմնադրամն է, իր ունեցած ազդեցությունը։ ԱՄՆ-ն ակնարկել է, որ ռազմական նոր դաշինքների մեջ մտնելը չպետք է հակասի տարածաշրջանային կայունությանը, հակառակ դեպքում դա կարող է անդրադառնալ Իսլամաբադի, այսինքն Պակիստանի ֆինանսական աջակցության ծրագրերի վրա։ Սաուդյան Արաբիային նույնպես մեսիջ է հղվել Միացյալ Նահանգների կողմից։ Էլ-Ռիադին հասկացվել է, որ նման կոալիցիաները չեն կարող փոխարինել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող անվտանգության ամբողջական հովանոցին, մասնավորապես հոբ համակարգերին եւ միջուկային զսպմանը։ Եթե Սաուդյան Արաբիան չափազանց հեռանա Վաշինգտոնի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից, ԱՄՆ-ն կարող է վերանայել իր առաջնահերթությունները։ Ավելին ասեմ ձեզ, միջուկային ծրագիրը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկում էր Մոհամմեդ բեն Սալմանին, դա նրա համար էր, որպեսզի Մոհամմեդ բեն Սալմանին օգնել մնալ իշխանության, որտեղ բեն Սալմանի վիճակը լավ չի իրականում, եւ ինքը երբ որ կարծես ներքին հեղաշրջում արեց, որպեսզի ինքը դառնա հոր ժառանգորդը, ելի բազմաթիվ ընտեղ գիտեք, բազմաթիվ բարեկամներ կան, հարազատներ, որոնք դգահի իրավունք ունեն, նրան ժամանակ են տվել կան խոսակցություններ, իսրայելական համենայն դեպս աղբյուրներ են հաղորդում, որ 30 թվականից հետո բեն Սալմանը եթե կոնկրետ փոփոխություններ չանի եւ կոնկրետ արդյունքներ ցույց չտա, նույն ինքն էլ կարող է միտեղ հյուրանոցում տենց պատահական քնի չարտնանա, ինչպես ինքն էր անում իր հակառակորդների հետ։
Հետախուզական տվյալների փոխանակման, սահմանափակման սպառնալիք հետախուզական խողովակներով հստակ ազդակ է ուղարկվել, որ երրորդ երկրների մասնակցությամբ նոր ռազմական բլոկները չպետք է վտանգեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կիսվող զգայուն հետախուզական տվյալների գաղտնիությունը։ Վաշինգտոնը նախընտրում է այս լուրջ նախազգուշացումները անել փակ դռների հետևում, թույլ չտալով, որ դրանք վերածվեն հանրային դիվանագիտական ճգնաժամի, սակայն հասկացնելով, որ տարածաշրջանում ամերիկյան առանցքից դուրս գալն ունենալու է իր քաղաքական եւ տնտեսական գինը։ Վաշինգտոնի քաղաքական ու հետախուզական շրջանակներում իրապես առկա է այն համոզմունքը, որ այս դաշինքի ձևավորման հիմնական ստվերային ճարտարապետը կամ գլխավոր շահառուն Չինաստանն է։ Թեև Պեկինը պաշտոնապես չի հանդիսանում դաշինքի անդամ, իդեպ Պեկինն էլ լավ արձագանքել է դաշինքին, ԱՄՆ վերլուծական կենտրոնները եւ հետախուզական աղբյուրները նշում են մի քանի առանցքային գործոններ, որոնք մատնանշում են Չինաստանի դերը։ Մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի անվտանգային ապահովում Պակիստանը Չինաստանի գլխավոր ռազմական գործընկերն է տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան հանդիսանում են չինական էներգետիկ եւ առևտրային երթուղիների հանգուցային կետեր։ Չինաստանի համար չափազանց ձեռնտու է, որ այս երեք երկրները ստեղծեն սեփական անվտանգային հովանոցը առանց Միացյալ Նահանգների վրա հենվելու։ Չինական սպառազինության եւ տեխնոլոգիաների ինտեգրման նպատակ Պակիստանն ու Թուրքիան արդեն իսկ ակտիվորեն օգտագործում են կամ համատեղ արտադրում են չինական տեխնոլոգիաների վրա հիմնված զինատեսակներ, օրինակ անօդաչու թռչող սարքեր, հոբ համակարգեր եւ հրթիռային տեխնոլոգիաներ։ Այս դաշինքը լայն դռներ է բացում չինական ռազմաարդյունաբերության համար, Սաուդյան Արաբիայի հսկայական ֆինանսական միջոցները դեպի չինական երրորդ երկրների համատեղ ռազմական ծրագրեր ուղղելու համար։ ԱՄՆ-ին մերձավոր արևելքից եւ հարավային Ասիայից դուրս մղելու ռազմավարություն։ Պեկինի գլխավոր նպատակն է թույլատրել ԱՄՆ-ի ավանդական դաշինքները, երբ ԱՄՆ-ի 3 խոշոր գործընկերներ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ձևավորում են ինքնուրույն բլոկ։ Դա նվազեցնում է Վաշինգտոնի լծակները տարածաշրջանում, ինչն ուղղակիորեն բխում է Չինաստանի ռազմավարական շահերից։ Դոլարի դերի թուլացում, սա ընդհանրապես հերրական նպատակ է, այս երեք երկրների միջև տնտեսական եւ ռազմական համագործակցության խորացումը պարարտ է ստեղծելու ազգային արժույթներով կամ չինական յուանյով հաշվարկներ անցկացնելու համար, ինչը Պեկինի երկարաժամկետ նպատակներից մեկն է։ Վաշինգտոնի հակազդեցությունը ԱՄՆ-ում հասկանում են, որ եթե այս դաշինքը լիարժեք կայանա չինական ազդեցության տակ, ԱՄՆ-ն կկորցնի վերահսկողությունը Հնդկական օվկիանոսի եւ Մերձավոր Արևելքի հիմնական ծովային ուղիների նկատմամբ։ Այդ պատճառով Վաշինգտոնն այժմ փորձում է սեփ խրել մասնակիցների միջև Սաուդյան Արաբիային առաջարկելով այլընտրանքային անվտանգային երաշխիքներ, իսկ Պակիստանին եւ Թուրքիային հիշեցնելով արևմտյան տեխնոլոգիաներից ու ֆինանսներից իրենց կախվածության մասին։ Իհարկե, այս մի քիչ խտացած սցենարը նպատակների մասին է ավելի շատ։ Այսինքն ինչ կարա դառնա, եթե սա բաց թողնես, հա։ Ես վստահ եմ Միացյալ Նահանգները դեռևս իրավիճակը տնօրինում է եւ նաեւ այնց էստեղ է գալի Հորմուզի նեղուցի պատմությունը։ Հասկանում եք, չէ, որ երբ որ բացատրում էինք, որ Թրամփին միայն Հորմուզի նեղուցը հետաքրքիր է միջև ընտրությունները, իսկ Հորմուզի նեղուցի փակ լինելը այս պահի դրությամբ ուրեմն միայն Միացյալ Նահանգներին է ձեռ տալիս, որովհետև հասկանում է, որ տեսեք մի վարկյանում ոնց Մոհամմադ բեն Սալմանը փորձում է գցել Միացյալ Նահանգներին։ Եվ բնականաբար այս պատմությունը ասում եմ դեռ շարունակվելու է եւ շարունակվելու է, կարող են շատ անակնկալ զարգացումներ լինել նաեւ պատերազմի տեսքով, հարգելի հետևորդներ։ Ուրեմն սա այս մասով եւ ուրեմն սա նրա համար, որպեսզի ձեզ չասեն, որ այս դաշինք Միացյալ Նահանգները օգտագործում է Թուրքիայի դեմ, պրիմիտիվ էակները ուրեմն սովոր չեն էլի, մի քիչ մեկին գումարած մեկ անել կամ եւ այլն։ Իհարկե տարբեր կարծիքներ կան այս դաշինքների վրա, բայց վտանգներից մեկը սա է, կարա ուրիշ ձև փոխվի, կարան, ասենք, բայց այն որ այս դաշինքը օրինակ կոպիտ ասած, այսպեսի մի բան ձեզ ասեմ, օրինակ Պակիստանը կարա հետագայում օգտագործի, ենթադրենք իր թաքուն նպատակներից մեկը կարա լինի, ասենք այս դաշինքի միջոցով Չինաստանից փոխվելը, որտեղ կախվածությունը չափազանց մեծ է եւ այլն։ Եթե իրենք ուժեղանան, կարողանան, չգիտեմ, օրինակ Իրանի հետ պայմանավորվելը, բնականաբար շատ հնարավոր է, որ իրանք Չինաստանին գցեն կախվածության տակ, այսինքն այնքան տարբեր սցենարներ կա, որտեղ տեղ ամեն մեկ իր շահերը ունի։ Ես հիմա կոնկրետ խոսում եմ ուժեղի շահերի մասին, որտեղ նույն Պակիստանը իրոք դա կարող է ցանկանալ այս դաշինքի միջոցով թաքուն իր երազանք ունենալ, որ փոխվի Չինաստանի ազդեցությունից, հա։ Թուրքիան իր նպատակը կարող ունենա, այսինքն չկարողացավ երրորդ բևեր դառնալ Ռուսաստանի միջոցով, փորձի մերձավոր արևելքում մի հատ այնպիսի դաշինք ստեղծի, որտեղ դե պարզ այնտեղ Ռուսաստանի հետ էին փորձում անել, հիմա այստեղ մի քանի այլ շատ խաղացող է պետք, որպեսզի կարողանան գործոն դառնալ, հա, այսինքն ի վերջո
Դաշինքի կոալիցիայի անդամների նպատակը բոլորովին այլ կարող է լինել, բայց այն որ ուժեղներն են միշտ կարողանում օգտագործել այդ դաշինքները, ես դրա համար կոնկրետ ներկայացրեցի Չինաստանի նպատակը, դե չէ կոնկրետ Սաուդիտները, թուրքերը եւ Պակիստանը, իրանք բնականաբար իրանք առանձին հաշվարկներ ունեն այստեղ, բայց մի բան հստակ իմացեք, բոլոր հաշվարկների դեպքում սա դեմ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե Թուրքիայի առանձին հաշվարկի, թե Սաուդիտների, թե պակիստանցիների, թե Չինաստանի, բոլորի շահերի դեպքում սա դեմ է Միացյալ Նահանգների շահերի։ Եվ արագ վերջում Ժորժ ջան, քանի որ 1 ժամ ենք ման, վերջում ասեմ, որ մի լուր, որ Իրանից եկել է մի տեղեկություն, ուրեմն մենք որևէ համաձայնություն չենք հասել Հայաստանի տրիպի վերաբերյալ։ Ռահիմ Սաֆավին է ասել, հակառակ կողմի պնդումներին մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի տրիպի նախագծի վերաբերյալ։ Հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին մեկնաբանելով տրիպ նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս հարցի շուրջ ոչ իրանական փոխհմբռնում կա, ոչ իրական փոխհմբռնում կա, ոչ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ եւ հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։ Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչու պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը եւ մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետեւաբար այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ, սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։ Հիմա տեսեք, սրանք եւ ասում ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին Իրան-Հայաստան սահմանը եւ դրանով անցնող երթուղիները։ Մեկը ուրեմն միևնույնն է հայերն են վերահսկելու, բայց դուք հասկանում եք, ասենք, այնտեղ իրանք շունը տիրոջի չի ճանաչում։ Սրանք շատ վտանգավոր են, սրանց մի բան ասում ես, չալմեկը մի բան ասում են, վաղը մի բան անում են։ Այսինքն մենք պետք է թքած ունենանք իրանք ինչ են մտածում, ոնց որ արեց Իլհամ Ալիևը։ Մենք չպետք է ուշադրություն դարձնենք։ Հիմա կսկսեն հայկական հերոստանգերությամբ եւ բան կասեն, տեսակ Իրանը դեմ է, ջանդամ թե դեմ չի։ Ալիևը թքած ունեցավ եւ հասավ իր նպատակներին։ Հիմա վերադառնալով ԱՄՆ-ի դեմ ստեղծված այդ նոր դաշինքը, որ իրականում ԱՄՆ-ի դեմ է ստեղծված, հա, եկեք մի բան հասկանանք։ Ուրեմն Եգիպտոսը չի միացել այդ դաշինքին, իսկ Եգիպտոսը շատ ուրեմն հետաքրքիր պետություն է, ինքը այս առումով նույնպես հավակնում է դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդներից մեկը, բայց ինքը չմտավ այդ դաշինքի հետ, որովհետև ԱՄՆ-ից կախված է ռազմական առումով եւ ինքը դեռևս սպասում է եւ Եգիպտոսն էլ այդտեղ շատ կարեւոր գործոն է, եթե Եգիպտոսն էլ կապներ այդ դաշինքին, դա դրապես մեծ սպառնալիք կդառնար, հա։ Այսինքն Չինաստանը չի հանձնվում, Չինաստանը բնականաբար այդքան հեշտ չէր հանձնվի եւ նորից եմ ասում, դեռ նորա սկսվել է պատմությունը եւ երբ որ ես ասում եմ, որ կամած աշխարհը գնում է դեպի իրական երրորդ համաշխարհային մեծ պատերազմի, որ արդեն սկսվել է, բայց չի հասել իր գագաթնակետին։ Հենց սրա մասին ենք խոսում։ Շահերը անդառնալիորեն բախված են։ Հիմա այս կոնֆիգուրացիայում Հայաստանը պետք է արդեն ընտրի, որովհետեւ տեսեք, արդեն պարզը նրանք ինչ են ուզում անեն, որովհետեւ եթե Աստված չանես նույն դաշինքը ուժեղանա մի հատ էլ հələ Իրանին ներգրավի, մենք դառնալու ենք շատ վատ վիճակում ենք հայտնվելու, բայց կան Հնդկաստան մեր համար բարեկամ երկիր, որը տուժելու է այս դաշինքից, որի դեմ է նաև այս դաշինքը, որովհետև եթե Չինաստանի խամաճիկներն են դառնում սրանք եւ այդ ճանապարհները վեստում են, իսկ Պակիստանը գիտեք Հնդկաստանի թշնամին է, Հնդկաստանն է մեր բարեկամն է, Հնդկաստանը Իսրայելի հետ է համագործակցում, Իսրայել, Կիպրոս, Հունաստան ձևաչափով ենք համագործակցում, մենք պետք է հասկանանք մենք որտեղ ենք։ Եվ այստեղ շատ կարևոր է, մենք կարող է անգամ դերակատարում ունենանք օգնելու Միացյալ Նահանգներին այս դաշինքի չկայացման համար։ Եվ հիմա Հայաստանը պետք է, չեմ ասում բացահայտ, բայց կոնկրետ սկսի արդեն քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտա, որ նույն այս դաշինքները ու այս տիպի դաշինքները, որոնք հետագայում կարան մեզ համար դառնան վտանգ, կայանան։ Այս սրա մասին եմ ես խոսում, որ այս ամեն ինչը, եթե պատկերացրեք այս դաշինքի դերը մեծանա, առնվազն Թուրքիան եւ առնվազն Պակիստանը, իսկ միջուկային հովանոց այդ դաշինքի ապահովում Պակիստանը Հայաստանին թշնամի պետություններ են։ Մենք հասկանում ենք, չէ, որ Մոհամմադ բեն Սալմանը կամ ոչ մի սաուդցի չի գալու մեզ պաշտպանի այդ դաշինքում եւ ասի չգիտեք, եկեք Հայաստանին չկպնենք եւ այլն։ Սա այսպես, հարգելի հետևորդներ, կներեք ելի մի փոքր մի ժամից անցանք, հուսով եմ տեղեկատվական առումով ձեզ բավականին, այսպես ասում, խիտ ինֆորմացիա տվեցի, որ դուք հասկանաք իրականում ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում եւ ինչքան վերլուծելու թեմա կա եւ ինչքան ուրեմն
գործելու եւ աշխատելու թեմա կա։ Անպայման մենք շատ հետաքրքիր թեմաներ կա կանդրադառնանք եւ ազգային ժողովին եւ նոր նշանակումներին եւ հաջորդ շաբաթվա զարգացումներին։ Ձեզ լավ կիրակի եմ մաղթում, հարգելի հետևորդներ, լավ օր, ինձ էլ բարի գիշեր, լավ մնացեք, մինչեւ նոր հանդիպում։